Բարև ձեզ, աշխարհում պատերազմները նորություն չեն, մեր ժամանակներում նորություն է թերևս այն, որ այս պատերազմները այս կամ այն կերպ փոխկապակցված են, նույն դերակատարները տարբեր ճակատներում, բայց նույն պայքարը ազդեցության համար։ Մերձավոր Արևելքում լարվածությունը չի նվազում, Ուկրաինայում պատերազմը չի դադարում։ Եվ այս ֆոնին Հայաստանում սկսվում է իրական պայքարը իշխանության համար։ Այսպիսով ունենք մի կողմում գլոբալ բախումների գործընթացներ, որտեղ որոշվում է մեծ խաղի կանոնները, մյուս կողմում ներքաղաքական հաշվարկներ, որոնցով որոշվում է, թե ով է լինելու իշխանության Հայաստանում, աշխարհում տեղի ունեցող այս արագընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե որն է գլոբալ բախումների տրամաբանությունը, ովքեր են որոշում խաղի կանոնները, իսկ ներսում փորձելու ենք հասկանալ, թե ինչ է սպասում մեզ ընտրություններից հետո, կայունություն, թե նոր ցնցումներ։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Մերձավոր Արևելքից։ Ինչ է կատարվում այնտեղ, որ փլում է պատերազմը, արդյոք դատելով վերջին զարգացումներից, հայտարարություններից եւ այլն, ինչ կարելի ասել, արդյոք պատերազմը մոտ է ավարտին, թե խորանալու, ընդլայնվելու, շարունակվելու միտում ունի։ Դե դատելով ԱՄՆ նախագահի խոսքերից բանակցություններ են ընթանում եւ զուգահեռ դրան հրթիռակոծումները շարունակվում են եւ Իրանի ուղղությամբ եւ հակառակը Իսրայելի, Լիբանանի երկու ճակատ պետք է առանձնացնենք, չնայած ուշադրությունը քիչ է Լիբանանի ուղղությամբ հարավ, այսինքն Իսրայելի հյուսիսը, Հեզբոլլա, հուսիտների հարվածները, վտանգ կա Կարմիր ծովում, նույն իրավիճակը ստեղծվի ինչ Հորմուզի նեղուցում, դա առավել ճգնաժամային իրավիճակը ստեղծի գլոբալ աշխարհում, մարքետներում Եվ ուրեմն նախագահ Տրամփի խոսքերը, որ մենք բանակցում ենք։ Անդադ փոփոխական է ԱՄՆ նախագահի հռետորաբանությունը, նա նշում է, որ Իրանը խնդրում է բանակցել, Իրանում հայտարարեցի բան չկա։ Իդեպ շատ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը ասում է, որ մենք խոսում ենք, մարդիկ կան, որոնց հետ խոսում ենք, որևէ մեկը չգիտի, դա նոր խումբ է։ Ես տեսակետ ունեմ, որ այո, այնտեղ կան այդպիսի անձինք, եւ դա իսրայելական մամուլում էլ էր նշում նախագահի մակարդակով Փեզեշկյանի թիմերի, կարող է իրենք չեն խոսում, ռեֆորմիստների, Արաղչին, Ռոհանիի մասին են խոսում, բայց իմ կարծիքով ճիշտ չի այսպես ասել, որ նրանք մեզ հետ բանակցում են, խնդրում են, որովհետև ներսում մեկ կենտրոն չի այս պահին, որ որոշում է կայացնում, Պահապանների կորպուսն է եւ պրագմատիկ ինչ-որ ղեկավարներ եւ այդ բախումը ակնհայտ երևաց այն բանից հետո, երբ Փեզեշկյանը ներողություն խնդրեց հարևաններից հարձակումների համար, իսկ Պահապանների կորպուսը քննադատեց Փեզեշկյանի այդ խոսքերը, կոչ անելով հեռացնել նրանից ուրեմն խոսափողը։ Իմ կարծիքով նախագահ Տրամփը ցամաքային գործողության է պատրաստվում։ Ինչեւ ցամաքային գործողության, այսինքն ուժեր է կուտակում, սա ինչ է նշանակում, էսկալացիա, թե ճնշման տակ բանակցությունների մղել։ Խոսում են հարկ կղզու հետ կապված կամ Օրմուզի նեղուցի տարածքում այնտեղ կղզիներ կան, որոնք էներգետիկ անվտանգության համար են կարևոր Իրանի, բայց Իրանում էլ այսպիսի տեսակետ կա, որ մենք սպասում ենք գրկաբաց խոսք ամերիկացիներին, վտանգային է, որ ԱԹՍ-ներով, հիմնականում դե կարծես թե ԱԹՍ-ների պայքարն է օդում, նրանք թիրախ են դառնալու ամերիկացիները այնտեղ, այսինքն այդ օպերացիան պիտի լավ մշակված լինի, Հորմուզի նեղուցի այսպես իրավիճակի նման չլինի, երբ նախագահ Տրամփը զարմանքով ասաց, որ մենք չէինք սպասում, որ Օրմուզի նեղուցում այսպիսի գործողություն է կունենան։ Իդեպ Օրմուզի նեղուցը փակ չի, դա սխալ տեսակետ է, իմ կարծիքով ես նշել եմ, որ դա Իրանին ձեռնտու չի, Իրանը իր նավթը արտահանում է, որևէ խնդիր չունի, գումար է վերցնում, ասում են այլ երկրներից, Պակիստանին է թողնում, որ անցնի, Մալայզիային։ Կգանք, հարցաններ, թե այդ ռազմական կուտակումները ինչի մասին են։ Դա ճնշման միջոց է։ Նախապատրաստում է, թե ճնշման միջոց։ Երկուսն էլ իմ կարծիքով նախագահ Տրամփը սպասում է արդյոք Իրանի հետ բանակցությունները Պակիստանի հետ միջնորդությամբ ինչ որ արդյունքի կհանգեն, ես կարծում եմ ոչ, որովհետև երկու կողմի պահանջներն էլ փող այսպես լրացնող չեն, հակասում են մեկը մյուսին, եթե ոչ Տրամփը այլ տարբերակ չունի, գիտեք, նա հասկանում է, որ չի կարող ուղղակի դուրս գալ այս պատերազմից, ասել ես հաղթել եմ, իհարկե կարող է, բայց օրինակ Կուբայի ուղղությամբ Կուբայի ուղղությամբ ինչ որ հաջող դեպարզը Կուբայում ավելի հեշտ է
օպերացիա անի, բայց պարզ է, որ նախընտրական տարի է եւ հարցեր կլինեն, թե միլիարդներ ծախսվեցին, զոհեր եղան, նոր պատերազմ, տնտեսական իրավիճակը ամենուր վատթարանում է, գնաճ եւ դա միայն բենզինին չի վերաբերում, ապրանքի գներին, այսինքն ինչու էր պետք այս ամենը։ Եվ եթե նա գնա այս քայլին լինի պատրաստված, դա այլ հարց է Իրանի հնարավոր գործողություններին, իհարկե Ռուսաստանի եւ Չինաստանի օգնությամբ։ Եթե ոչ, ԱՄՆ համար ցավալի եւ անձամբ, ինչպես ասաց Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, հենց Տրամպի քաղաքական կարիերայի համար սա կարող է շատ վատ հետևանքներ։ Շատ լավ, բայց ի սկզբանե հարցային էր, թե այս ամենով հանդերձի մասին մենք խոսեցինք, ավելի շատ սա նման է պատերազմի ավարտի, թե պատերազմի խորացման, լայնացման եւ շարունակման։ Դուք խոսեցիք մի կողմից այն մասին, որ Տրամպը ուժեր է կուտակում, եւ մյուս կողմից, որ խոսում է բանակցությունների մասին։ Ինչ է սա ուժով խաղաղության տարբերակն է եւ ի վերջո այս հարցը եթե փորձենք ամփոփել, ավելի շատ որն է հավանական դադարը, թե շարունակությունը, խորացումը։ Երևի որևէ փորձագետ այդ թվում արևմտյան շատ լուրջ դասակարգման չի կարող որևէ բան ասել։ Նախագահ Տրամպի հարվածներն էլ էին անակնկալ, իդեպ, եւ անպատրաստված լինելը ԱԹՍ-ների հարձակումներին Իրանի կողմից։ Իմ կարծիքով հավանականությունը մեծ է, որ նախագահ Տրամպը կգնա որևէ ցամաքային գործողության, իսկ դա ինչպես կավարտվի, դա մեծ հարց է։ Իսկ այդ դեպքում Իրանի պատասխանը ինչպեսին կլինի, սիմետրիկ, ասիմետրիկ։ Հիմնականում հրթիռակոծությունների մասն են խոսում եւ ԱԹՍ-ների պայքարի, տեսեք, հոբ համակարգերը սպառվում են եւ վկայությունը որն է, որ ասում են Ուկրաինային տրամադրվող աջակցություն, դե աջակցություն չի, փոլ ծրագրով իրենք վաճառում են հոբ համակարգեր, մերձավոր արևելք են տեղափոխում։ Սա այն թյուր կարծիքը ԱՄՆ նախագահի հնչեցրած, որ ԱՄՆ-ն որևէ խնդիր չունի հոբ համակարգերի, ցույց է տալիս, որ ունի եւ Իրանը իր ԱԹՍ-ներով կարողացել է այնպես անել, որ այդ համակարգերը սպառման եզրին են, իսկ դա մեկ օրում չեն լրացնում։ Այսինքն ասիմետրիկ, այո, դուք նշեցիք, դա կարող է լինել ինչ-որ ԱԹՍ-ների հարձակում, հրթիռների, ինչու՞ չէ նաև մոսկիտային նավատորմ են կոչում, այդպես կատերներով, այսպես ասենք, մոտենալ, ահաբեկչական ինչ-որ ծրագրեր, այսինքն, տեսեք, ԱՄՆ-ն ինքը շատ հզոր է, հարցը դա չի, բայց յուրաքանչյուր զինվորի մահ ԱՄՆ-ում քաղաքական քննարկում է առաջացնում ներքաղաքական տարում։ Իրանը այսպիսի խնդիր չունի։ Բայց հարցն այն է, թե մենք մի կողմից խոսում ենք ուժերի կուտակում, մյուս կողմից բանակցություններ, մյուս կողմից հայտարարություն, մեկ բան էլ ավելացնեմ, հայտարարություն, որ Միացյալ Նահանգները այդ պատերազմում երկար չի մնալու։ Դա J.D. Vance-ի կողմից է հիմնականում։ Ես կարծում եմ, այնտեղ հակասություն կա նաև J.D. Vance-ի, այսպես ասած, MAGA հատվածի, ոչ թե կարծում եմ, այլ ակնհայտ է, եւ Տրամպի միջև, եւ J.D. Vance-ը այդքան շատ չի երևում այս պահին Տրամպի կողքը, որտեղ նա գիտակցում է շարունակել ցանկացողների եւ արագ ավարտել ցանկացողների։ Այո, բացի այդ, այնպես չի, որ Տրամպի ձեռքին ինչ-որ կախարդական փայտ կա, որ նա ավարտի պատերազմը Ուկրաինայում, Պակիստանում, Իրանում, այսօրվա պատերազմները ոչ կոնվենցիոնալ պատերազմներ եւ որևէ մեկ այդ թվում ինքը խոստովանեց ԱՄՆ նախագահ չի կարող ասել Իրանը ինչ ծրագրեր ունի։ Հորմուզի նեղուցի հետ կապված ինչ իրավիճակ է, ինչ կարող է լինել։ Սա համաշխարհային տնտեսական շոկ կարող է առաջացնել։ Իրանը փաստացի ինչ պահանջ է դրել ԱՄՆ առջև եւ սա ուղղակի վեր է ցանկացած միջազգային իրավունքի պահանջից, որ մենք պիտի վերահսկենք Հորմուզի։ Եվ ոչ միայն պիտի անվանափոխենք։ Իրանը։ Իրանը։ ԱՄՆ-ն, այո, դե դրա մասին չենք էլ խոսում, այսինքն չի կարող այդպիսի բաներ, նախ այս նեղուցը իր ստատուսով կարգավիճակով միջազգային անցման համար ազատ է, երկրորդը Օմանին էլ է հարում, այսինքն դա միայն Իրանին չի պատկանում, բայց այսօր Իրանը ինչ է արել, ԱԹՍ-ների հարվածներով կարողանում է, ասենք, թույլ եմ տալիս, այս նավը անցնի, մյուս նավը չպիտի անցնի, ոչ բարեկամական երկրի, եւ սա մեծ շոկ կարող առաջացնել, արդեն Եվրոպայում բենզինի գները բարձրացել են, մասնավորապես Գերմանիայում արդեն խոսում են պարարտանյութերի խնդիրների մասին, ֆերմերների համար, դա Միացյալ Նահանգներին էլ է վերաբերում, որ Տրամպն ասեց մենք խնդիր չունենք, ոչ, արդեն Միացյալ Նահանգներում կա գնաճ։ Ասիան ամենաշատն է տուժում, Շրի Լանկան, Հնդկաստանը, միգրացիայի նոր ուրեմն ծավալներ կարող լինել Միջին Ասիայի երկրներ, Տաջիկստանն էլ շատ ակտիվ ներգրավված է այս ամենի մեջ, Իրանը որ Տրամպն ասում է դրոնների գործարանին պիտի հարվածեմ։ Ասում են, որ այդպիսի գործարան կա Տաջիկստանում։
որը տրամադրում է դրոններ Իրանին, ԱՄՆ-ն Տաջիկստանին հոչի հարվածելու։ Այսինքն այսօրվա պատերազմները տնտեսական են նաև եւ գնալով տեսակետ ԱՄՆ-ին, որ սա մեր պատերազմը չի ժողովրդի շրջանում եւ Տրամպը, որը եկել էր խաղաղության խոստումներով, նույնիսկ եթե այս օպերացիան սկսվեց, որևէ ծրագիր, ինչպես ասեց Մերցը, չկա, երբ ենք ավարտում, ինչպես ենք ավարտում։ Խաղաղության մրցանակ ստանալու չտվեցիք։ Դե նա ասեց, որ ես խաղաղ չեմ ստացել, էլ չեմ զբաղվելու։ Բայց էլի վերադառնալով Հորմուզի նեղուցին, դուք ասացիք, թե ինչ է ուզում Իրանը եւ ինչ է հայտարարում Իրանը։ Իսկ Միացյալ Նահանգների ծրագրերին, կոնկրետ Թրամփի, որ ցանկանում է վերցնել վերահսկողության տակ Հորմուզը եւ ոչ միայն վերցնել վերահսկողության տակ, այլև անվանափոխել դարձնել Թրամփի նեղուց, հա։ Դե գուցե այս օպերացիան դրան է միտված, բայց ես կասկածում իրատեսական։ Դե ռազմական փորձագետներին լսելով իրատեսական չի, եթե ԱՄՆ-ն պատրաստ չի հակահարված տալ ԱԹՍ-ների դեմ պայքարում, իսկ այդ հարցում իրեն կարող էր օգնել Ուկրաինան, որը իդեպ հիմա օգնում է Սաուդյան Արաբիային, Քաթարին, իհարկե որոշ հաջողություններով նոր է սկսել, բայց Տրամպը տեսնում ենք, որ որևէ մեկի օգնության կարիքը չունի։ Եվ մի կարևոր փաստ, եթե ՆԱՏՕ-ն լիներ նաև Տրամպի կողքը, ինչպես ինքը ցանկանում էր, սա այլ իրավիճակ կներ, բայց եթե պատերազմ եք սկսել եւ ասում եք, որ մեզ պետք չի որևէ մեկը, դե պետք չի, ուրեմն միայնակ։ ՆԱՏՕ, Եվրամիություն, G7 դիրքորոշումները Շատ դրական եմ ես գնահատում ինչ առումով, նախ այնտեղ խոսում են, որ պետք չի մոռանալ ռուս-ուկրաինական պատերազմի մասին, եւ սա մի պատերազմ է, դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, սա պրոքսի ուժերի միջև պատերազմ է, Չինաստան, Ռուսաստան, Իրան, ավտորիտար երկրների եւ դեմոկրատական, որքանով է այսօրվա ԱՄՆ վարչակազմը տեղավորվում այդ ժողովրդավարական երկրների ցանկում չեն կարող ասել, բայց համենայն դեպս G7-ում երկու փաստ է նշում, որ դուք ասում եք, մենք ձեզ չենք պաշտպանելու ՆԱՏՕ-ին եւ դա ասել է Ջեյ Դի Վենսը Մյունխենյան համաժողովում, ինչ եք հիմա մեզնից ուզում։ Երկրորդը, մեզ հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել, մենք կողմ ենք, դեմ ենք, պատրաստ ենք, պատրաստ չենք, այսինքն խորհրդակցություններ պիտի ունենալ, կամ դուք զանգահարում եք Ռուսաստանի նախագահի հետ եք ինչ-որ բաներ, հարցեր քննարկում, որ մենք ձեր դաշնակիցն ենք տարածաշրջանում, մեզ էլ թողնում եք միայնակ։ Երկրների ներսին անդրադառնանք Իրանում անկայունություն ստեղծելու հնարավորությունը, իրատեսականությունը, ընդհանրապես այդ օրակարգը կա դեռևս թե ոչ։ Իմ կարծիքը այն էր, որ նախագահ Տրամպը կհարվածի, կոչնչացնի հոգևոր առաջնորդին այն ժամանակ, երբ ժողովուրդը ցույցեր էր իրականացնում։ Այսինքն նաև այն ղեկավարությանը, որը բռնություններ էր կիրառում ժողովրդի հանդեպ, եւ դա կլիներ իդեպ հաջողություն։ Այսինքն հրթիռների տակ ժողովուրդը չի գնում, ցույցեր անում։ Առավել եւս հիմա կարողացել են Պահապանների կորպուսը ժողովրդին ասել, որ տեսեք, մեր քաղաքացիական ենթակառուցվածքներն են հարվածում։ Դպրոցներ, մանկատներ, այսինքն սա դարձել է արդեն արտաքին ներխուժման դեմ պատերազմ, սա չի դարձել ռեժիմի դեմ պատերազմ։ Կոնսոլիդացվել է ինչ-որ առումով։ Ներսում այո, կան մարդիկ, որ ցանկանում են խոսել, բայց եթե նախագահ Տրամպը պիտի ուղիղ եթերում դրա մասին պատմի եւ այդ մարդկանց դարձնի թիրախ, իդեպ Լարիջանի մասին ասում էին, որ նա շատ պրագմատիկ է, հիմա չեմ կարող ասել ով ոչնչացրեց նրան, համենայնպես կներեք Ռայիսի իսպանության մեջ մեղադրում են այսօրվա այաթոլլային նոր, որ դա իր մրցակիցն էր, այսինքն պետք չի խոսել բաներ հրապարակային, որոնք ձեզ օգտակար չեն։ Իսկ Միացյալ Նահանգների ներսում ինչ տրամադրություններ են, ինչ իրավիճակ է, նկատի ունեմ եւ բողոքի ակցիաները եւ առաջիկայում սպասող միջանկյալ ընտրությունները։ Դե 9 միլիոն ցույցը ամբողջ ԱՄՆ-ում ցույց է տալիս, որ կարծես կորցնում է նախագահ Տրամպը նաեւ MAGA-ի իր աջակիցներին, դե Տակեր Կարլսոն եւ այլն, ուրեմն Տեյլոր Գրին, իր ամենաայսպես ուժեղ աջակիցները կարծես դեմ են, ոչ թե կարծես, այլ ասում են, որ սա Իսրայելի պատերազմն է։ Եվ մեզ ներքաշել են այդ ամենի մեջ որևէ ծրագիր չկա, տեսեք, չի բացատրվել ամերիկյան հասարակությանը մենք ինչ ենք անում եւ ինչի համար, ռեժիմ ենք փոխում, չենք փոխում, Օրմուզը դարձնում ենք Տրամպի ուղի, չգիտեմ էլի, այսինքն եւ գիշերը ժամը 3-ին Մարալագոյից նախագահ Տրամպը ուղերձ է հողում, որը մեկը գիշերը 3-ին չի նայում հեռուստացույց, այսինքն ի սկզբանե սխալ էր այս ամեն ինչը պլանավորված եւ պատճառը այն չի, որ ԱՄՆ վարչակազմը չկան խելացի մարդիկ կան, ուղղակի նախագահ Տրամպը ասաց, որ ես որոշումները կայացնում եմ միայնակ։ Հայաստանի մասով ինչ կարելի ասել սա էլ եւ գնանք արդեն գովազդային ընդմիջման։ Ինչի մասին էր այն, որ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Սա միայն շնորհակալություն էր մարդասիրական օգնության համար, թե այլ բաներ էր նշանակում։
Իրանը կարծես բոլոր երկրներին, ովքեր ինչ-որ օգնություն են տրամադրում, Ռուսաստանին էլ իդեպ սխալ ռուսերենով շնորհակալություն էին հայտնել, դա մեծ այսպես ալիք է բարձրացրել կոմպետենտության, բայց կարծում եմ Հայաստանը այսօր չի անում որևէ քայլ, որը դեմ է ուրեմն Հայաստանի Հանրապետության։ Դա հասկանալի է, այլ բան ասելով նկատի ունեմ այս շնորհակալության տակ նաև կա այն, որ Իրանը վստահություն ունի, որ Հայաստանի տարածքից իրեն որևէ վտանգ չի սպառնում։ Իրանը միշտ էլ այդ վստահությունն ունի, կան Հայաստանում ուժեր, որոնք սնվում են այլ երկրներից եւ չգիտես ինչու պատկերացնում թե ԱՄՆ-ն Հայաստանի կարիքն ունի, որպեսզի Իրանի դեմ ինչ-որ քայլեր կատարի, բայց իրենք կարող են Իրանի ժողովրդի շրջանում այդպիսի կասկածներ սերմանել այս ռոպագանդայով։ Մեկ հարցելու Ադրբեջանի մասով կա այդ վստահությունը։ Ոչ, որովհետեւ Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցություն եւ ինքը Պահապանների կորպուսը միշտ հայտարարել է, որ Ադրբեջանը պիտի սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներին դուրս բերի Ադրբեջանի տարածքից։ Տեղափոխվենք Ուկրաինա։ Ինչ է կատարվում այստեղ։ Արդյոք Ռուսաստանը կարողանում է պահել պատերազմը եւ ռազմական եւ տնտեսական առումով։ Փոքր դադարից հետո վերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ։ Մենք առաջին հատվածը ամբողջությամբ նվիրեցինք Մերձավոր Արևելքին, հիմա անդրադառնանք արդեն ուկրաինական ճգնաժամին, ինչ է կատարվում այստեղ, հարցը այն էր, թե Ռուսաստանը արդյոք կարողանում է պահել պատերազմը եւ ռազմական եւ տնտեսական առումով։ Դե ողջ ուշադրությունը այս պահին աշխարհում իհարկե Մերձավոր Արևելքին է ուղղված, բայց դրական տեղաշարժեր կա, ուրեմն ռազմաճակատում Ուկրաինան փոքր քայլերով կարողանում է օրինակ Դնեպրում, ուրեմն Զապորոժիայում ազատել իր տարածքները։ Հաջորդը, իդեպ Ռուսաստանն էլ է փորձում առաջ շարժվել, բայց դեռ հաջողության չի հասնում։ Ուկրաինան հայտարարեց, որ արդեն ունի հեռահար հրթիռներ, որոնք հասնում են Լենինգրադի մարզին, որով հարվածում է նավթամիջոցական գործարաններին, իսկ դա մեծ հարված է Ռուսաստանի տնտեսությանը։ Այսինքն Պուտինի այն տեսակետը, որ ես նավթի գնի աճման վրա կաշխատեմ, այսպես կխաղամ։ Մերձավոր Արևելքը բերեց նավթի գնի աճի, ես տակ ունենամ, բայց հիմա չեմ կարողանում, բայց չեմ կարողանում կամ դժվար եմ կարողանում, Բալթյան ուրեմն նավահանգիստներին են հարվածում, այսքան Ուկրաինան նշեց եւ մերցնել Գերմանիայի, որ այլևս այնպիսի հրթիռներ է կարողանում ստեղծել, դե նոր փուլում է, բայց համենայն դեպս դրանք լավ հասնում են իրենց նպատակին։ Հաջորդը Ուկրաինան բարձրացնում է իր դերը միջազգային ասպարեզում, իդեպ շատ հետաքրքիր է ճակատագրի առումով Իրանը որոշ շախեդներով հարվածում էր Ուկրաինային, հիմա Ուկրաինան օգնում է Պարսից ծոցի երկրներին, որպեսզի իրենք պայքարեն Իրանի շախեդների դեմ։ Ես կարծում եմ, որ մեր բարեկամ ժողովուրդը եւ պետությունը չպիտի ներգրավեր Ռուսաստանի ավանտյուրայի մեջ Ուկրաինայի ուղղությամբ, ինչպես Փեզեշկյանը իդեպ մեկ անգամ ՄԱԿ-ի ամբիոնից նշեց։ Հիմա ինչ է անում Զելենսկին, առևտուր, այսպես ասած, Պարսից ծոցի երկրներին, որոնց Տրամպը վիրավորում է, անձնապես ես դա շատ սխալ եմ համարում, այդ տրիլիոն ներդրումը ԱՄՆ-ում կարծես չի լինի, ուրեմն Սաուդյան Արաբիայի կողմից, իսկ դա մեծ վնաս կլինի, հիշում եք Տրամպը ինչպես էր գովազդում այդ ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ հրթիռներ մատակարարեք մեզ, որը մեզ պետք է, որը դուք ունեք Ամերիկայից եք գնել, ես էլ ձեզ կօգնեմ ԱԹՍ-ների դեմ պայքարում։ Հանդեպս 90% հաջողությամբ Ուկրաինան կարողանում է Ռուսաստանում այդ ԱԹՍ-ների, ռուսական ԱԹՍ-ների դեմ պայքարել եւ շախեդներին, եւ կարծում եմ, եթե արաբական երկրները արդեն պայմանագիր ունեն, ուրեմն գիտեն, որ դա արդյունավետ է։ Մյուս կողմից շատ բացասական է, որ նախագահ Տրամպը ամեն կերպ փորձում է իրեն հեռու պահել Ուկրաինայից եւ կարծում եմ, ելի այդ հույսը կա, որ իր Պուտինը անհրաժեշտ կլինի Չինաստանի հետ իր բանակցություններում, գուցե նաև Վլադիմիր Պուտինն է խաղում այդ օրակարգի վրա, ինչ գիտենք, ամերիկացի հետ խոսելիս ասում է, որ ես էլ կուզեի հեռու մնալ Չինաստանից, իհարկե դա անհնար է։ Մյուս կողմից կարծես Տրամպը հույս ունի, որ Իրանի հետ կապված Պուտինը իրեն կօգնի, ամենևս հեռախոսազրույցի ժամանակ դա են խոսել։ ԱՄՆ նախագահի սխալ արտաքին քաղաքականությունը մեծապես վնասում է Ուկրաինային։ Սակայն դրականը այն է, որ այնպես չի ռուսները հասել են Կիևի մատույցներին եւ Ուկրաինան էլ կարողանում է նաեւ եվրոպացիների աջակցությամբ տեսնենք Օրբանի հետ ինչ կլինի իր դիրքերը որոշ չափով ապահովել։ Մենք չպատասխանեցինք այն հարցին, թե Ռուսաստանը հիմա կարողանում է պահել պատերազմը տնտեսական, ռազմական եւ հատկապես տնտեսական առումով, սրա տակ ինչ կար, այն տեղեկությունները, ըստ որոնց Ռուսաստանի նախագահը հանդիպման ժամանակ մեծահարուստներին կոչ է արել ինքնակամ վճարումներ կատարել պետական բյուջե, որպեսզի կարողանան սպասարկել պատերազմի ծախսերը։ Սա ինչ է, եթե իհարկե ճիշտ են այդ տեղեկությունները, սա ինչ է կամավորություն, թե պարտադրանք եւ արդյոք սա նշանակում է, որ
պատերազմը մտել է ֆինանսական ռեսուրսների պակասի փուլ։ 4-րդ տարում ընդհանրապես նաև միջազգային պրակտիկայում պատերազմները արդեն կանգնում են ռազմի դաշտում եւ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանում, դա եւ առաջին համաշխարհային եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հիմա առավել եւս հանդիպման մասին ես տեղյակ չեմ, հարկերն են բարձրացվում հասարակ քաղաքացիների համար, այսինքն այո, եթե չլիներ Իրանի դեմ պատերազմը, Ռուսաստանը այս տարի արդեն եւ դա բոլոր տնտեսագետները նշում են, ինքն էլ Տրամպը ասում էր, 1 տարվա ընթացքում այս սանկցիաները նավթային ընկերությունների Լուկոյլի ուղղությամբ օրինակ մեծ վնասներ էին հասցնելու եւ Ռուսաստանը չէր կարողանալու ֆինանսավել։ Հիմա բախտը ժպտացել է Ռուսաստանին, բայց մյուս կողմից ինչպես ես նշեցի, այնպես չի, որ իրենք ռազմաճակատում դա կարողանում են վերածել հաջողության։ Մյուս կողմից Ուկրաինան էլ կարծես հույս ունենանք ունենալու է Եվրոպայի ֆինանսական աջակցությունը եւ ինչ որ հրթիռներ Պարսից ծոցի երկրներից։ Այսինքն որոշ չափով գումար այո կգնա բյուջե, բայց Վլադիմիր Պուտինը եթե այդ հանդիպման փաստերը ճիշտ են, գիտակցում է, որ իրեն պատերազմը շարունակելու համար պետք են ահռելի միջոցներ։ Նա չի ցանկանում ռուս ժողովրդին շատ նյարդայնացնել, որովհետեւ Դա ասում եք չի ցանկանում նյարդայնացնել, բայց հարկերը բարձրացվում են եւ մեծահարուստները, եթե ճիշտ է այդ տեղեկությունը, կոչով դիմել է, որպեսզի վճարումներ կատարեն եւ արդեն վճարումներ կատարողներ կան։ Խոսքը հասարակ ուրեմն հնարավորություն, այսպես եմ ասում, թոշակառուների այն հատվածը, որը 5 ռուբլի է բարձրացնում է ամեն ամիս Պուտինը, նրանց չնյարդայնացնելու համար օլիգարխներին նա միշտ էլ կարող է ինքն է թողնում, որ իրեն գումար աշխատեն, ինչպես նաև հայաստանյան որոշ օլիգարխների ստիպել բարձրացնել հարկերը կամ էլ կզրկվեն իրենց ունեցվածքից։ Ռուսաստանի էլիտաներում լարվածություն նկատում եք։ Գիտեք, իդեպ պատերազմի սկզբից դեռ Բայդենի օրոք մտածում էին, որ էլիտաներում ինչ-որ դժգոհություններ կլինեն։ Մեկ անգամ եղավ այդպիսի դեպք եւ կարծում Վլադիմիր Պուտինը իր եզրակացությունները արեց, երբ Ռուսաստանի հերոսը ուղղակի ինքնաթիռից ընկավ եւ մահացավ, որը զորքով գնում էր Մոսկվա։ Դրանից հետո այս ուրեմն գեներալների նկատմամբ քրեական գործեր, ուրեմն դերբակալությունները բլոգերների, այնտեղ գիտենք հայտնի բլոգերներ կամ պատերազմի, Գիրկինը օրինակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահ գոտիները առավել ձգում է։ Հիմա նույնիսկ ինտերնետն է, Telegram-ն է, ուրեմն բլոկավորում, իդեպ սա վնաս է հենց ռուսական բանակին, որովհետև կապի խնդիր է առաջանում, բայց Վլադիմիր Պուտինը իդեպ նայել է թակարդի մեջ, պիտի ընտրի կամ որոշ չափով ավտորիտար է դարձնում Ռուսաստանը, այդտեղ այլակարծություն չի լինում, սոցիալական կայքեր չկա, կամ իր զինվորները տուժում են, կարծես նա ընտրել է դեռ առաջի տարբերակը, երկրորդ տարբերակը, այսինքն մեծ վնասներ է կրում ռուսական բանակը, իդեպ հենց այդ կապի բացակայությամբ։ Հիմա այս ամեն ինչով հանդերձ պատերազմի շարունակությունը այնքանով որքանով փող է հավաքվում հարկերով մեծահարուստներից եւ այլն, թե պատերազմի սառեցում այնքանով որքանով ասում եք 4 տարվա մեջ արդեն պատերազմները ռազմաճակատում։ Այս տարին շատ կարևոր է լինելու։ Նախ ես կարծում եմ Վլադիմիր Պուտինին ձեռնտու չի, որ Տրամպը ձախողվի ընտրությունների ժամանակ, որտեղ չես կարող ասել ով կգա, ինչ պրոցեսներ տեղի կունենան։ Եթե Դոնալդ Տրամպը շարունակի իր այս քաղաքականությունը, ոչ ձեր կողմն եմ, ոչ մի կողմ, առավել վատ էլ չլինի, չդառնա Ռուսաստանի դաշնակիցը, դա իհարկե անհավանական է, գուցե պատերազմը շարունակվի, բայց առավել օդում հիմնականում Ռուսաստանը արդեն ռազմաճակատում չի էլ գնում առաջ, հիմնականում հարվածում է օդով ուրեմն Ուկրաինայի խաղաղ բնակիչների։ Իսկ եթե նախագահ Տրամպը գիտակցի, որ Պուտինի հետ այս հարաբերությունները եւ իր սխալ քաղաքականությունը դաշնակիցների հանդեպ իր քաղաքական կարիերայի ավարտը կարող է դառնալ եւ իրոք այն քայլերն անի եւ նա կարող է, որ Ռուսաստանի ստիպի գնալ բանակցությունների, մենք կունենանք հրադադար, ոչ թե խաղաղություն։ Մեծ հաշվով պատերազմի ելքը որոշված է, թե դեռ բաց է մնում ձեզ համար։ Ուկրաինայի հաղթանակ, որ ասում են, ես այսպես եմ պատկերացնում, դա Մոսկվան չեն գրավում, պետք էլ չի դա Ուկրաինային, խնդիրն այն է, որ Ռուսաստանը գիտակցի, որ չի կարող ուժով գրավել Ուկրաինան, մաքսիմում լավագույն դեպքում հետ գնա 91 թվականի սահմաններին, բայց Վլադիմիր Պուտինի օրոք ես դա չեմ պատկերացնում։ Երբ որ փոխվի իշխանություն, մենք չգիտենք, գուցե Ստալինի այդ սցենարը լինի, դուք նշեցիք էլիտաներում հակասություններ, որ հասկանան, որ արդեն իրենց է սպառնում Շայգուի շրջապատը
շրջապատին է ձերբակալում, Կիրիենկոն մեր սիրելի ինչ որ խնդիրներ ունի արդեն, այսինքն էլիտաները հասկանան, որ կամ կազատվեն նոր Ստալինից, կամ իրենք կունենան լուրջ խնդիրներ։ Այդ ժամանակ այո 91 թվականի սահմանին գնալը հավանական է, բայց քանի դեռ այդպիսի բան տեղի չի ունեցել, լավագույնը Ուկրաինայի համար ուղղակի այս գիծը պահելն է։ Եվ որքանով տեսնում եմ, Ուկրաինան կարողանում է դա անել, եթե իհարկե ֆինանսական խնդիրներ Եվրոպան չառաջացնի։ Կիրինկոյի հետ կապված ինչ խնդիր է։ Կիրիենկոյի մերձավոր շրջապատը ենթարկվում է այսպես ձերբակալությունների, նշում են, որ գումարներ են վերցրել պետական, իբրև թե ռուսկի միրի համար, այդպես քարոզելու համար, բայց այդ գումարները մսխվել են եւ բոլորը նշում են, որ քանի որ Կիրիենկոն արդեն շատ է այսպես երևում, Պուտինը միշտ սիրում է, չէ՞, պատժել, ինչպես Շայգուին, այսպես Պատրուշևին տեղափոխություններով եւ նա այն օրը արդեն ավտոմատով գնացել էր Դոնբաս, որպեսզի ցույց տա, որ ինքը հավատարիմ է Ռուսաստանի, բայց նա ձախողել է եւ Մոլդովայում իր քաղաքականությունը եւ Ուկրաինայում էս ռոպագանդան Կիրիենկոն եւ եթե Հայաստանում էլ մաքսիմում ծրագիրը չիրականացվի, մենք խոսենք դրա մասին։ Հիմա հաջորդիվ հենց դրան ենք գալու։ Կիրիենկոն կարող է արդեն լուրջ խնդիրներ ունենալ, մանավանդ ինքը մեկ անգամ դեֆոլտի հասցրել է Ռուսաստանը եւ այս իր որդու Մաքս այդ ծրագիրը նույնպես միլիարդներ է վերցրել պետությունը, բայց որևէ մեկը չի օգտվում։ Մաքսիմում ծրագիրը ո՞րն է Հայաստանում։ Հայաստանում մինիմում ծրագիրը ունենալ այս իշխանություններին, բայց փխրուն մեծամասնությամբ ունենալ ռուսամետ ընդդիմադիր դաշտ խորհրդանում եւ անկայուն պահել Հայաստանը մշտապես։ Մոտավորապես այնպեսին ինչպեսին հիմա է, պարզապես իշխանություն ավելի քիչ ձայներով, հա։ Ավելի քիչ ձայներով եւ ավելի շատ ընդդիմադիր խմբակցություններ, ասենք։ Դա մինիմում ծրագիր։ Դա մինիմում ծրագիրն է։ Մինչեւ Պուտինը իր մտածելով Ուկրաինան գրավի, կլինի թե ոչ, դա հարց է, իմ կարծիքով ոչ։ Իսկ մաքսիմում ծրագիրը այնպես անել, որ գան իշխանության ռուսամետ արդեն, ակտիվ ռուսամետ, ոչ ակտիվ ուրեմն քաղաքական ուժեր եւ այո Հայաստանը միութենական պետություն պետք չի Ռուսաստանի որ Հայաստանը մտնի դա կկորցնի Ադրբեջանի վրա իր լծակները արդեն Վրաստանի պես դառնա։ Լավ, այդ պարագայում եթե մեկ կենտրոն ունեն Հայաստանում պայմանական ասած ռուսամետ ուժերը, ինչի մասին է ներընդդիմադիր այս քաղաքական փոխհրաձգությունը։ Ես կառանձնացնեմ Սերժ Սարգսյանին, նա միշտ փորձել է չմնալ Պուտինի հույսին, Չինաստան նամակ է գրել, այլ հարց է կարծես այնտեղ չեն կարդացել այդ նամակը, իսկ արևմուտքում ինքը ընկալելի չի, իր անցյալի պատճառով, բայց միշտ էլ իդեպ Ինչ նամակի մասին է խոսքը։ Մոտ 1 տարի առաջ ՀՀԿ-ն այդպես գովազդում էր, որ Հայաստանը պետք է Չինաստանի դաշնակիցը դառնա, եթե հիշում եք, Սին Ձինպինի նամակ էր գրել, դրա մասին է խոսքը, բայց կարծում Սին Ձինպինը այստեղ Ռուսաստանով է դեռ առաջնորդվում, առանձին դեմքեր ինչի նայում։ Ինչ վերաբերում է դրա մասին է խոսքը, Քոչարյանն իր մամուլում միշտ նշում է, որ Սերժ Սարգսյանը անօթունելի կերպար է Ռուսաստանի համար, Քոչարյանամերձ մամուլը եւ իրենց մեջ հակասություն կա, որովհետեւ երկուսն էլ իրար չեն վստահում, գուցե ավելի շատ իշխանությանը վստահ են առանձին, քան միմյանց։ Այդ տողատակերով գզվրտոցը տեսնում եք։ Մյուս կողմից Քոչարյանը միֆ է հորինել, որ ինքը լինելու է թեկնածուն ընդդիմության։ Ու իր ռոպագանդա, դա իհարկե միֆ է։ Նախ Ռուսաստանը ինքը մեկ հոգու վրա երբեք քարտ չի դնում։ Երկրորդը Ռոբերտ Քոչարյանը 21 թվականին էր այդ միֆը տարածում, գրելու ենք, չէ, ես եմ տեխնացուն, Պուտինը իմ ընկերն է, մենք տեսանք, որ դա հեքիաթ է։ Դա պայմանավորված է Հայաստանի իշխանությունների թե ոչ չեմ կարող ասել, բայց այն որ մենք տեսնում ենք, որ նույն Սամվել Կարապետյանի թիմն ասում է, որ այսի բան չկա։ Մեր տեխնացուն ինքը չի, այսինքն դա խաղ չի։ Ավելին մենք ձայն չենք տա, մեր ձայները չեն ծառայի, որպեսզի նա տա։ Որովհետև ինքը տոքսիկ է Քոչարյանը, այսինքն Սամվել Կարապետյանը ինչի պիտի ձայն ստանա, եթե իր տեխնացուն Քոչարյանն է, նա Քոչարյանի ձայն տվողները կգնան Քոչարյանի ձայն կտան։ Նույնը մյուս բարերարը։ Եվ այդպես անձնական իրենց մեջ անձնային հարաբերությունները թե 15 թվականին ուժեղ Հայաստանը եւ մեր օլիգարխի տեղի թե Քոչարյանի Սերժ Սարգսյանի տարաձայնությունները արդեն մարտի 1-ից հետո եւ Սարգսյանը։ Այսինքն, եթե իրենք ունեն այդ տարաձայնությունները, հա, սրված են, այսպես արտաքին հայացքից էլ առաջին հայացքից տեսնում է շատ սուր են, սրանք իրական հակասություններ են, դրանք մրցակցում են, պայքարում են, մեկը մյուսին խփում են, թե պոտենցիալ գործընկերներ արդեն քվեարկությունից հետո։
Շատ հաճախ Գյումրիի մասին են խոսում։ Գյումրին Հայաստան չէր, եւ երկրորդը Սերժ Սարգսյանի թիմը ամեն կերպ փորձում էր չմիանալ, հիշում եք այդ process-ը, բայց դե մտածեցին ավելի լավ է չերևա հետ սկզբից, որ մենք չենք միանում, բացի այդ հիմա կարծես Սերժ Սարգսյանի տեխնացումն էլ է դավաճանել իրեն։ Այսինքն այս տարաձայնությունները կան, այդ տարաձայնությունները Մոսկվայում գիտեն եւ այդ տարաձայնությունների վրա խաղում են, որովհետեւ ինչպես ես նշում եմ, Ռուսաստանը երբևիցե քոքու վրա գիտեն, խաղում են, թե ստեղծում են, կառավարում են։ Դրանք միշտ էլ եղել են, ես նշեցի 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր հեռացնել Քոչարյանին, իդեպ Բարգավաճ Հայաստանը հենց Քոչարյանն է ստեղծել, իր գրքում էլ ասում էր, եւ Սերժ Սարգսյանի թիմը ինչ էր անում, փորձում էր այնպես անել, որ այդ Օսկանյան Ծառուկյան ուժերը չգան իշխանության խորհրդարանական ընտրություններին, այսինքն նոր չեն այդ տարաձայնությունները։ ԿՊ-ի ներկուսակցական քվեարկությանը չեմ ուզում անդրադառնալ, իրենց հետ կզրուցենք ավելի շատ, բայց հայտարարում է, որ իրենց նպատակը սահմանադրական մեծամասնությունն է։ Սա իրատեսական է, թե պարզապես բարձր նշածող է տրվում, որպեսզի որակյալ մեծամասնությունը լինի։ Ես երևի ինչպես նախագահ Տրամպի գործողություններում նույնը չեմ կարող ասել Հայաստանի դությունի հետ կապված, որովհետև ամեն օր իրավիճակ է փոխվում։ Այսինքն 2 ամիս առաջ որևէ մեկը չգիտի ով ինչքան կհավաքի, ինչու արտաքին ազդեցությունները Հայաստանի վրա շատ մեծ են։ Առաջին տնտեսական խնդիրներ, եթե Իրանի շուրջ այս իրավիճակը շարունակի գնաճ տեղի ունենա, սա մեկ։ Երկրորդը, եթե սահմանը փակվի փախստականների ներհոսքի պատճառով, սա երկու։ Հաջորդը, եթե մեր հույսը մնա Վրաստանի վերին լարսը, Ռուսաստանը կօգտագործի դա Հայաստանի դեմ ամառվա սեզոնին, երբ գյուղմթերքը արտահանվում է։ Հաջորդը թրիփի հետ կապված այս կասկածները ժողովրդի շրջանում կարող է մեծ անվստահություն ստեղծել խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Այսինքն 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը փախվեց ընտրություններից։ Այսպիսի խնդիրներ ես կարծում դա չէր հաշվել, որովհետև լոզունգը լինելու էր խաղաղություն թրիփ։ Հիմա երբ Տրամպը արդեն Հորմուզն է թրիփ դարձնում, չես կարող ասել ինչ կլինի եւ առավել վատ էլի ապակայունացնում են վիճակը, սրում են, ատելություն է, այստեղ քարոզարշավ չկա, արդեն անձնական ուրեմն հայհոյանքներ եւ այլն եւ կարող է ժողովուրդը հոգնի ուղղակի մեծամասնությունը չմասնակցի կամ ընտրությունը լինի ատելության վրա հիմնված, իսկ այսպիսի ընտրությունը լավ արդյունքների չի բերում։ Այդ լարվածությունը կոշտ պայքարը նաեւ նախընտրական շրջանում կլինի պաշտոնական նախընտրական շրջանում եւ մեկ հարցելու ավարտենք արդեն սա էլ միացնեմ հիմա այս պահին որևէ կանխատեսում կա հնարավոր է կարելի անել ապագա խորհրդարանի կազմի կառուցվածքի մասին թե դեռ ոչ Ես կարծում իշխանությունները տակտիկական սխալ են անելու, եթե կարծեն, որ իրենք միայնակ ունենալու են մեծամասնություն, իմ կարծիքը այն տրամաբանական էր, որ կոալիցիա կլինի։ Այո, կոալիցիա կլինի, ինչ որ իրենց հարող, այսպես ասեմ, արևմտամետ չեմ ուզում ասել, ուժերի հետ ընդդեմ այս ռուսամետ հատվածի, բայց ԿՊ-ն այսպես դերասացի պես բարձր նշաձող է վերցրել, տեսնենք։ Բայց մի բացասական բան կարող եմ ասել, իրավիճակը կարող է կառավարումից դուրս գալ, այսինքն ինչ որ մի պահի այդ դոզան ատելության հարմար է, բայց ժողովրդին չես կարող բացատրել դա խաղ է թե ոչ եւ կարող է Հայաստանը տանեն այսպես բախումների արդեն ժողովրդի մեջ նյարդային վիճակ ստեղծելով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսպիսով աշխարհը շարունակում է ապրել արագընթաց զարգացումների եւ ռիսկային մի շրջափուլում Հայաստանում ներքաղաքական տրամադրություններ են, երկիրը պատրաստում է խորհրդարանական համապետական ընտրությունների, հարցն այն է թե ովքեր են սահմանում խաղի կանոնները, գլոբալ խաղի եւ ներհայաստանյան խաղի կանոնները ովքեր են սահմանում, ովքեր են պատրաստ խաղալ մինչև վերջ եւ հաղթել այս խաղում։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի քաղաքագետ Լիլիթ Տալակյանի հետ, լավ մնացեք, հանդիպենք։